Ես որ լսում եմ ինչ են խոսում ԵԳ ղեկավարները, ես զարմացած եմ։ Ասում եմ ԵԱՏՄ-ի մյուս անդամները տեսնում են մեր հետ ինչ են անում ու իրանք էլ են, չէ, եզրակացություն անում։ Այո, մյուս անդամներն էլ են տեսնում։ Եվ Հայաստանի օրինակով Ռուսաստանը երևի թե այնպես կանի, որ մյուս անդամները չմտածեն տարբեր սիրուն տերմինների մասին եւ գլուխները չմցնեն յատագանի տակ ոնց որ մենք ենք մցել։ Գիտեք, ես երեք խոսեցի Ալիևի հայտարարությունների մասին, որ մենք բանից պարզվում է, որ իրենց գերեզմանա քարերը տանում շլիֆովկային անում, բերում դնում ենք մեր գերեզմանների վրա։ Դուք պատկերացնում եք այդ մարդու իսկական թուրքի ֆանտազիա է։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Ուրեմն ինքը ունակ է տես բան անի, եթե ինքը այդպեսի բանը մտածում։ Բայց դա իր գործն է, ու իրանք են։ Իմիջիայից ասեմ, Ադրբեջանի համար շատ հաջողված նախագահ է։ Բայց հարցը դրա մեջ չի։ Հարցը նրա մեջ է, որ իմ ելույթից հետո ադրբեջանցիները հազարավոր կոմենտներ էին գրում, ոչ թե իմ վերաբերյալ, այ հիմնականում գրում էին, որ գալու ենք հայերին մորթենք։ Բացեք նայեք, կարակ ես իմ բանի մեջ այդ, որտեղ որ տեղադրված է, նայեք թուրքերի կոմենտները։ Եվ այդ ամեն ինչը պրոյեկցիա արեք մեր երկրի ղեկավարի ասասների վրա, ու դուք կհասկանաք մեզ ինչ է սպասում։ Ես նորից եմ կրկնում։ Չեն հարձակվում միայն ու միայն այն ժողովրդի վրա, որը պատրաստ է պաշտպանի իր երկիրը, իր տարածքը, իր ընդերքը, իր օդը, իր ջուրը, դաստիարակի զինվոր եւ լինի պատրաստական պաշտպանել հայրենիքը եւ հիշի իր պատմությունը։ Մենակ Պապ Թագավարի ժամանակահատվածը չէ։ Եվ մենք պիտի անենք հետևյալը։ Առաջինը, մենք պետք է դաստիարակենք նոր հայրենասեր սերունդ, որը պատրաստ կլինի պաշտպանել իր հայրենիքը։ Ես ասում եմ, ինչ պետք է անենք, որ լինի խաղաղություն։ Մենք պետք է գիշեր ցերեկ պատրաստենք մեր ամբողջ ազգը պաշտպանության։ Մենք պետք է մեկս մեկի հանդեպ լինենք ոչ թշնամաբար։ Մենք մեկս մեկի հանդեպ ոտնձգություններ չպետք է անենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք հայերս 2.5 միլիոն, 3 միլիոն, չգիտեմ ինչքան, որոնք ապրում են Հայաստանում, մի թիմ ենք։ Չկա այս կողմ, չկա այն կողմ։ Մեր դատավորները, որոնց ես գտնում եմ մի մասին հիմնական մեղավորներ, որովհետև իրանք են վերջնական որոշումները ընդունում ոնց որ պետք է այսօրվա Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ սահմանադրական դատարանն է քննում այդ հարցերը։ Դուք տեսեք ընդեի դատավորներին։ Նայում ենք։ Ես հիմա չեմ ուզում կարծիք ասեմ սրա նրա մասին։ Չեմ ուզում, որ չլինի ճնշում, բայց նորից եմ ես ասում, մեր սաղ դժբախտությունները գալիս են անազնիվ դատավորներից։ Կարող է քննիչը գրի, նկարի, դատախազը նկարի եւ այլն, բայց կա դատավոր արդարադատության մեջ ինքը ամենակարևոր մարդն է։ Այ երբ նա է դավաճանում իր սկզբունքները, հայրենասիրությունը, ամեն ինչը երկիրը փլվում է։ 50 հատ քաղաքական գործիչ կարող է գան գնան, բայց դատական համակարգը ամենակարևոր համակարգն է արդարադատության մեջ։ Ուրիշ բան չասեմ։ Մենք ապահովելու ենք ապագայում, ինչ ես դա ասացի, որ մեր դատավորները լինեն անկախ եւ ազնիվ։
Չնայեն էսի ով է, էսի ինչ է, ինքը կարող որպես քաղաքացի քվեարկի ինչի համար ուզում է, բայց ինքը պետք է կարողանա ճիշտ որոշում կայացնի, հիմնվելով միայն ու միայն փաստերի վրա, այլ ոչ թե անձնական ցանկությունների կամ վերևից կոռուպցիոն ցուցումների վրա։